այսպես, այլևս չեմ կարողանում, հասկանում ես Արմեն, դու գործերար մարդ ես, մի գործ չկա քեզ մոտ, գամ քեզ մոտ աշխատեմ։ Վիկ ջան, հիմա հուզված ես, չղայնացած ես, դրա համար ես խոսում, քիչ հետո կանցնի։ Ոչ, չի անցնի, եթե ես մի մարդու չեմ ընդունում, միևնույնն է, աշխարհը շուռ գա, էլի չեմ ընդունելու։ Գիտես, ես այսպես եմ մտածում, ռացիոնալիզմը ինչքան էլ տառապեց, չկարողացավ հաղթել մարդկային պրիմիտիվ բնազդներին, որտեղ մարդ արարած է ինչքան է զարգացավ դինի, միևնույնն է, նա ապրում է բնազդներով, հասկանում ես բնազդներով է ապրում։ Եվ ի գիտություն քեզ, ասեմ, որ այդ Մի րոպե, Վիկա ջան, այդ ամենը շատ լավ է, բայց ի՞նչ կապ ունի մեր թեմայի հետ։ Այ որ ինձ չընդհատեիր, կհասկանայիր։ Լավ էլ չեմ ընդհատի, բայց խնդրում եմ հնարավորինս համառոտ։ Շատ լավ, համառոտ։ Շուրջ 3000 տարի առաջ, երբ որ դեռ մարդկությունը չէր էլ զարգացել, այն ժամանակից ի վեր խոսվում է մի թեմայի շուրջ, որի մասին մտածել են, գրել են մեր մեծամեծերը, հասկանում ես, մեծ մտածողներն են գրել այդ թեմայի մասին, այդ թեման շոշափվում է մինչև հիմա, տառապանք է պատճառում մարդկանց, բայց օգնում է աղետների, դժբախտությունների դեպքում ու բոլորը դրա մասին են խոսում, հասկանում ես, բոլորը դրա մասին են խոսում, դա մեզ փրկում է, դա մեր փրկությունն է, հասկանում Մի րոպե։ Մի քանի բառով, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ, ուղղակի ուզում եի հեռվից գալ։ Ինչ։ Շատ հեռվից։ Իսկ դու ինձ սիրում ես։ Չխոսես, ես գիտեմ ամեն ինչ, ես ամեն ինչ գիտեմ։ Դու ինձ սիրում ես, դու մեռնում ես իմ համար, դու գժվում ես ինձ համար, ամբողջ գիշեր երազիդ մեջ ես եմ։ Ճիշտ է։ Ես այդ ամեն ինչը գիտեմ։ Հասկանում ես, օրինակ կարող է ինձ ստել միտքս, հոգիս, բայց արյունս երբեք։ Հասկանում ես, դու պետքա զգաս, թե ինչպես է իմ երակների հետ թունելներով հոսում իմ ազնիվ արյունը եւ ամեն վարքյան բացականչում քո ազնիվ անունը։ Ես սիրում եմ քեզ, Արմեն, սիրում եմ անվերապահ։ Վիկ, քեզ այդ ամեն ինչ կարգին է, որովհետեւ ինձ հետ այդքան էլ չէ։ Դու սիրում ես ինձ, միևնույնն է, սիրում ես ինձ։ Ոչ չեմ սիրում, այսքանից հետո ես չվել կարա քեզ չսիրեմ։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քեզ պատկերացնի ամենաերջանիկ։ Ես շատ ուրախ եմ։ Ես այս անթով կարելի է մի բան խմել, ճիշտ է։ Վիկա, մի մոռացի, որ խմիչքային վրա վատ է ազդում։ Քեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Այդ չապրենք։ Կարող ես ասել նույնիսկ մի էլ շնչի։ Քո համար դրանք համազոր բաներ են։ Չէ, համազոր բաներ չեն, ուղղակի ես ուզում եմ նշենք մենք մեր սիրո, առիթը, կենացը։ Հասկանում ես, կխմես։ Չէ։ Դե ուրեմն դու մանգոյի սոկ կխմես, ես օղի։ Մատուցողից մի հատ օղի բեր, էլի։ Բանչը։ Ես տենց էլ գիտեի։ Սրա շարունակությունը ուր է։
Վերջը տեկել է, պարոն Եզիկյան, դու մինչև 2012 թիվը չես ձգի։ Անջան, ես ասում էի, չէ, որ այդ խարտախը հիմնարկի անունից կեղտոտ գործեր է անում։ Բռնել եմ մոտս այդ թղթերը։ Լսի, ինձ խորհուրդ ա պետք, որտեղ հանդիպենք։ Լավ կյանքս։ Տես ինչեր եմ հայթայթել, ես ասում էի, չէ, այդ մարդը կեղտոտ փողեր ա լվանում, ուղղակի ինձ ապացույցներ է պետք, որոնք ինքնուրույն եկան եւ ընկան իմ պայուսակի մեջ, հասկանում ես ինչ եմ ասում, ուղղակի ես թղթաբանությունից այդքան լավ չեմ հասկանում, վերել եմ, որ դու մի հատ նայես ու տեսնես, տես թե ինչ փողեր ա լվանում, ինչ կեղտոտ փողեր ա լվանում, նայ, Սա ինչ է։ հասկանում ես, Սրանք ինչ թղթեր են։ ինչ թղթեր են, վերցրու ինքդ նայր, ես ասում էի, չէ, որ այդ կեղտոտ մարդը կեղտոտ փողերի հետ գործ ունի ու վերին ածանները դրա մասին տեղյակ չեն, հիմա ես այս թղթերը կվերցնեմ, կտամ այդ վերին ածաններին ու նրանք կտեսնեն, որ ես ճիշտ եմ ու այդ մարդուն գործից կհեռացնեն ու ես արդեն կաշխատեմ առանց Եզիկյանի, հասկանում ես, տես չի։ Չէ, Վիկա, տես չի։ Տենց հա։ Տես չի, Վիկա։ Տենց հա։ Տես չի, Վիկա։ Տենց։ Տես չի, Վիկա։ Ես հիմա չեմ հասկանում, դու իմ կողմից ես այդ Եզիկյանի։ Վիկա, սրանք սովորական հաշվետվություններ են, որ ամեն ամիս հաշվապահը տնօրենի հաստատմամբ տանում է տալիս է քո ասած վերին ղեկավարությանը։ Հասկանում ես, սովորական հաշվետվություններ։ Լուրջ ես ասում։ Շատ լուրջ եմ ասում։ Շատ լուրջ եմ ասում։ Եզիկյանը շատ լավ է աշխատում։ Նա երկար տարիներ տնօրեն է աշխատում եւ այսքան ժամանակ ոչ մի սխալ բան թույլ չի տվել։ Այ հենց այդ է։ Ոնց կարող է մարդ երկար տարիներ աշխատի ու ոչ մի սխալ բան թույլ չտա, հմ? Ուրեմն ինքը այնքան խելացի է, որ կարողանա թաքցնել իր կեղտերը, իր սխալները ինքը հաստատ կեղտոտ մարդ։ Վիկա, ասելով չի, ապացույցներ են պետք։ Իսկ դու հասկանում ես այդ թղթերից։ Ես շատ լավ եմ հասկանում այս թղթերից, ու այս թղթերը կտանես աննկատ կդնես վերնը։ Ափսոս, շատ ափսոս, որ դու հասկանում ես այդ թղթերից։ Բայց հիմա ինչ ենք անելու։ Ես ինչ է։ Ինչ է, սովորական թուղթ է, ես ինչ է, երևի սրանց շարունակությունն է։ Սա քեզ որտեղից։ Եզիկյանի սեղանից։ Հա ինչ է։ Դու ճիշտ ես, Վիկա։ Եզիկյանը գումար է լվանում։ Այ քեզ բիծա։ Լուրջ ես ասում։ Լուրջ ես ասում։ Մերսի կյանքս։ Պանչա։ Եզիկյանը, լսում ես, Աբրահամյանն է։ Հիմա ուշադիր ինձ լսի։ 15 րոպեից ես կլինեմ հիմնարկում։ Ոչ մի տեղ չգնաս իմ գալիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կյանքս, երբ ես իմացա, որ մենք տղա ենք ունենալու, ես սկսեցի հետաքրքրվել, տղաների անուններ էին նայում, գիր գրականություն էի կարդում, եւ գիտես կան գարա Միքայել բառի վրա։ Միքայելը շատ լավ անուն է, շատ լավ անուն է, ես հիմա քեզ կբացատրեմ ինչու։ Նախ դա հրեական անուն է, որը նշանակում է «Подобный Богу», Աստծու նման, Միքայել, Միքայել։
հրեական անուն է։ Եվ դրանից բացի մեր երեխան կմեծանա, ինչ գիտես որտեղ կուզենա ապրի։ Միգուցե նա ուզում է ապրել Ամերիկայում, ասենք, հա, Ամերիկայում նրանք ասեն Մայքլ, նա էլի անուն կունենա։ Եթե կուզենա ապրի Մոսկվայում, пожалуйста, Մոսկվա, Միշա, դե Հայաստանում Միքայել, Միկա, նույնիսկ շատ լավ անուն է, ինչ կարծիք ես։ Այդ առիթով միած չխմենք։ Ինչ խմել ես հողի եմ։ Չապրենք։ Վիկան անկախ իր կամքից ապացուցում է իր ճշմարտացիությունը։ Վերջին փաստաթուղթը վկայում էր, որ պարոն Եզիկյանը հիմնարկությունից թաքուն ապօրինի գումար էր վաստակում։ Նա անմիջապես ազատվում է աշխատանքից, իր թափուր տեղը հանձնելով Վիկային։ Եվ չնայած նրան, որ Վիկան շատ էր նեղացել Արմենից, վերջինիս նախագահ լինելու փաստը թաքցնելու համար, այնուամենայնիվ Վիկան համաձայնում է դառնալ Արմեն Աբրահամյանի կինը, որի արդյունքում էլ պատրաստվում է լույս աշխարհ բերել իրենց սիրո պտուղին։